Գործարար Սամվել Կարապետյանին ուղեկցած եղբայրը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ որդին արդեն դուրս են եկել։ Արմլու լրատվականը տեղեկացավ, որ իրավապահ մարմինները ողջ գիշեր զբաղված են եղել մեղադրանք ձևակերպելով, կոնկրետ նպատակ ունենալով քրեական հետապնդում սկսել գործարարի նկատմամբ, քանի որ SMS են ստացել։ Ինչպես հայտնում է Արմլու լրատվականի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները, այդ մեղադրանքը մինչև այս պահը չեն կարողանում գտնել, քանի որ հիմքեր չկան։ Տեսակետ է եղել առաջադրել փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք, բայց դեռ տատանվում են։ Նույն աղբյուրների պնդմամբ ակնկալվում է, որ Կարապետյանի նկատմամբ առաջիկայում կարող են առաջադրվել քաղաքական երանգ ունեցող մեղադրանքներ, ինչպիսիք են լրտեսությունը, հեղաշրջման փորձը եւ այլ հոդվածներ, բայց դրանց հիմքերն էլ դեռ գտնված չեն։ Ըստ շրջանառվող տվյալների, իրավապահների գործողությունների հիմքում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հատուկ քաղաքական հրահանգը ուղղված բարերարին մեկուսացնելուն։ Ընդգծենք, որ պաշտոնական աղբյուրները այս պահի դրությամբ պահպանում են լռություն։ Արմլու լրատվականին չի հաջողվում պաշտոնապես տեղեկանալ, թե ինչ կարգավիճակով եւ որ մեղադրանքի շրջանակներում է Սամվել Կարապետյանը գտնվում քննչական կոմիտեում։ Տարել են ու մտածում են։